Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հիմնադրած Միացյալ ազգային շարժում եւ նրա հետ ասոցիացված կուսակցությունները հակասահմանադրական կճանաչվեն եւ այլևս չեն կարողանա մասնակցել ընտրություններին։ Այս մասին հայտարարել է իշխող վրացական երազանք կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ Այս փուլում արդեն պարզ է, որ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի եզրակացությունն ամուր իրավական հիմք կհանդիսանա այդ կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու համար, եւ ես վստահ եմ, որ սահմանադրական դատարանն օբյեկտիվ որոշում կկայացնի։ Մդինարաձեն ասել է, որ Միացյալ ազգային շարժմանը չի թույլատրվի մասնակցել ոչ միայն աշնանն անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, այլև երկրում ցանկացած այլ ընտրությունների։ Այդ հակավրացական, հակապետական եւ հանցավոր քաղաքական ուժերը կհայտարարվեն հակասահմանադրական եւ նրանց գործունեությունը կարգելվի։ Մդինարաձեն ընդդիմադիր կուսակցություններին բնութագրել է որպես գործակալ ուժեր, որոնք գործում են արտաքին կողմնակիցների ցուցումներով։ Նա հավելել է, որ օրեցօր ավելի պարզ են դառնում արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող եւ Վրաստանի պետական շահերին դեմ գործող քաղաքական խմբերի գործունեության իրական նպատակները։ Եվրամիության անդամ երկրների կառավարությունների համար անչափ կարևոր է ազատվել Բալթյան քմահաճույքներից, քանդել այդ արատավոր շրջանը եւ Եվրամիություն Վրաստան հարաբերությունները վերադարձնել ճիշտ ուղու վրա։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Նախկին նախագահ Զուրաբիշվիլու վերջերս Բալթյան երկրներ այցը բացահայտում է այդ երկրների եւ եվրոպական բյուրոկրատիայի խնդրահարույց վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ։ Առանձնանում են 3 հիմնական ասպեկտներ՝ ազգային ինքնիշխանության շղթում, օրինական կառավարման խարխլում եւ երևակայական զուգահեռ աշխարհի ստեղծում։ Երեքն էլ մեզ հիշեցնում են Խորհրդային Միության կողմից կիրառվող արտաքին քաղաքականության ռազմավարությունները։ Պապուաշվիլին ասել է, որ Բալթյան երկրներից հաճախ է լսել Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականությանն աջակցելու հայտարարությունները, սակայն գործնականում այնպիսի տպավորություն է, որ այդ սկզբունքները նրանց համար լուրջ նշանակություն չունեն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել է ուկրաինական պատերազմը, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահական գրասենյակը։ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել ցանկացած աջակցություն Ուկրաինայում հրադադարի հաստատման համար, այդ թվում բանակցություններ կազմակերպելու հարցում։ Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են Թուրքիայի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիա-Ռուսաստան գործակցությունն առանցքային նշանակություն ունի տարածաշրջանային խնդիրների լուծման համար, որ Անկարան ուշադրությամբ հետևում է ընթացող բանակցություններին։ Էրդողանը հայտարարել է, որ այժմ քննարկվող քայլերը, որոնք նախատեսվում է ձեռնարկել Սևծովում առևտրային նավագնացության անվտանգությունն ապահովելու համար, կարող են նպաստել խաղաղ գործընթացին եւ որ Թուրքիան շարունակում է անել իր բաժին գործը, թույլ չտալու, որ Սևծովը դառնա հակամարտության գոտի։ Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է նաեւ, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում գործակցությանը եւ կողմ է արտահայտվել Ռուսաստանի եւ Թուրքիայի համատեղ ջանքերին երկրում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար։ Պոլսո հայոց պատրիարքարանը հայտնել է, որ պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի կազմակերպած իֆտարի արարողությանը։ Միջոցառմանը հրավիրված են եղել նաև հոգևոր առաջնորդներ եւ համայնքների ներկայացուցիչներ։ Հաղորդագրության համաձայն Էրդողանն ուրախությամբ ողջունել է պատրիարք հոր մասնակցությունը։ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ մերժում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության եւ դրա հարուցած համազգային բողոքի վերաբերյալ միջազգային իրենց խոսքով կողմնակալ հայտարարությունները։ Ստամբուլում միջազգային լրատվամիջոցների հետ զրույցում Թուրքիայի արդարադատության նախարար Ելմազ Թունջն ասել է, որ Անկարան խնդրել է իր եվրոպացի գործընկերներին առաջնորդվել առողջ բանականությամբ։ Նա հավելել է, որ Իմամօղլուի դեմ մեղադրանքների լրջությունը պահանջում էր նրա ձերբակալությունը։ Մենք չենք ցանկանում, որ որևէ քաղաքական գործիչ կալանավորվի, բայց եթե կան ապօրինությունների ապացույցներ, դա կարող է տեղի ունենալ։ Եթե մենք նայենք մեղադրանքի լրջությանը եւ այն ռիսկին, որ ապացույցները կարող են ճնշվել, ապա դատական համակարգը ողջամիտ որոշում է կայացրել։ Թունջը շեշտել է, որ ընտրված պաշտոնյայի կարգավիճակը չի նշանակում անպատժելիություն։ Իմամօղլուն նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցը ձերբակալվել է կաշառակերության եւ մի շարք այլ մեղադրանքով։ Նրա ձերբակալությունը պատճառ է դարձել, որ Թուրքիայի խոշոր քաղաքներում մոլեգնեն վերջին տասնամյակի ամենազանգվածային հակակառավարական ցույցերը, որոնք ուղեկցվում են ոստիկանության եւ ցուցարարների բախումներով ու ձերբակալություններով։ Ընդհանուր առմամբ ձերբակալվածների թիվը հասնում է 2000-ի։
BBC-ի թղթակից Մարկ Լոուենը Ստամբուլում ձերբակալվելուց հետո արտաքսվել է Թուրքիայից, այդ մասին հայտնում է BBC News-ը։ Լոուենը մի քանի օր էր, ինչ Թուրքիայում էր անցած շաբաթ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանն առնչվող շարունակվող բողոքի ցույցերի մասին ռեպորտաժ պատրաստելու նպատակով։ Այսօր առավոտյան թուրքական իշխանությունները արտաքսել են BBC News-ի թղթակից Մարկ Լոուենին Ստամբուլից նախորդ օրը նրան հյուրանոցում ձերբակալելուց եւ 17 ժամ պահելուց հետո։ Հինգշաբթի առավոտյան նրան գրավոր ծանուցում է փոխանցվել, որ արտաքսվելու է հասարակական կարգին վտանգ ներկայացնելու համար։ BBC News-ի գլխավոր տնօրեն Դեբորա Թերնեսը հայտնել է, որ Մարկն անչափ փորձառու թղթակից է, որը լավ գիտի Թուրքիան, եւ ոչ մի լրագրող չպետք է նման վերաբերմունքի արժանանա զուտ այն բանի համար, որ իր գործն է անում։ BBC News-ի ղեկավարը շտապել է վստահեցնել, որ իր ղեկավարած լրատվամիջոցը կշարունակի անաչառ եւ արդարացիորեն լուսաբանել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները։ Թուրքիայի լրատվամիջոցները վերահսկող մարմինը տուգանքներ է կիրառել 4 հեռարձակողի նկատմամբ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ կապված տեղեկությունների լուսաբանման համար։ Ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհրդի կողմից պատժամիջոցներ են սահմանվել ընդդիմադիր Sozju TV, Tele One եւ Holk TV, ինչպես նաեւ Now TV հեռուստաալիքներով հեռարձակվող հաղորդումների դեմ ենթադրյալ խախտումների համար։ Պատժամիջոցներից բացի Sozju TV-ին հանձնարարվել է դադարեցնել հեռարձակումը 10 օրով եւ զգուշացվել, որ երրորդ խախտումը կարող է հանգեցնել լիցենզիայի չեղարկման։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ժողովրդի հանրապետական կուսակցությանն աջակցող ցուցարարներն ու օրենսդիրները հավաքվել են կառավարության լրատվամիջոցների վերահսկողության կենտրոնակայանի մոտ Իմամօղլուի ձերբակալության հետ կապված 4 հեռարձակողներին տուգանելու որոշումից հետո։ Ժողովրդի հանրապետական կուսակցությունից падգամավոր Ալի Մահիր Բասարիրը հայտարարել է, որ որոշումը նպատակ ունի լրացնել ընդդիմությանը եւ սպառնալ նրանց, ովքեր ազատ հեռարձակում են։ Իրանն Օմանի միջոցով պատասխան է ուղարկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, որում նա կոչ էր արել Թեհրանին հասնել նոր միջուկային համաձայնագրի։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ չներգրավել ուղիղ բանակցությունների մեջ առավելագույն ճնշման եւ ռազմական սպառնալիքների ներքո, սակայն ինչպես նախկինում էր, անուղղակի բանակցությունները կարող են շարունակվել։ Մեր պատասխանը ներառում է նամակ, որում մենք մանրամասնել ենք մեր տեսակետները ներկայ իրավիճակի եւ պարոն Թրամփի նամակի վերաբերյալ։ Թեհրանը մինչև այժմ մերժել է Թրամփի նախազգուշացումը գործարք կնքելու կամ ռազմական հետևանքներ ունենալու մասին։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին Թրամփի ուղերձը խաբուսիկ էր անվանել, իսկ Արաղչին ասել էր, որ բանակցություններն անհնարին են, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել իր առավելագույն ճնշման քաղաքականությունը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է Միացյալ Նահանգների վարչակազմի անդամների Signal Messenger-ում վերջին նամակագրության արտահոսքը, ասելով, որ այս իրադարձությունները ստիպում են Թեհրանին ավելի թերահավատորեն վերաբերվել Միացյալ Նահանգների քաղաքականությանը։ Ամբողջ աշխարհում մարդիկ, այդ թվում ամերիկացիները, հիմա տեսնում են, թե ինչպես են ամերիկացի պաշտոնյաները վերաբերվում համաշխարհային գործերին։ Ոմանք նշել են ծայրահեղ անտեղյակությունը եւ որ ավելի կարեւոր է որոշումներ կայացնելիս մարդկային կյանքի լիակատար անտեսումը։ Ինչ վերաբերում է Իրանին, մենք միգուցե եւս մեկ պատճառ ենք տեսնում վերջին քաղաքական նախաձեռնությունները հոռետեսությամբ ընդունելու համար։ Արաղչին X-ի իր սոցիալական էջում հրապարակել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթի մասնակցությամբ նամակագրության մի հատված։ Օրեր առաջ ամերիկյան The Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատմել էր, թե ինչպես է Թրամփի ազգային անվտանգության թիմը մարտի 13-ին պատահաբար իրեն ընդգրկել Signal-ի չաթ, որտեղ քննարկվում էին Եմենի հութիների դեմ ռազմական հարվածները։ Գոլդբերգն ասել է, որ չաթում 18 հոգի էր ընդգրկված, այդ թվում Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը, Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլթը։ Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին հայտարարել է, որ չնայած Վաշինգտոնի ներկայիս դիվանագիտական մոտեցումների անընդունելիությանը, Իրանը բաց է մնում անուղղակի բանակցությունների համար։ Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Միացյալ Նահանգների վարչակազմի վարքագծի մեջ, հոգեբանական պատերազմն է, որը Միացյալ Նահանգների պաշտոնյաների հակասական ուղերձների միջոցով խթանում է կամ պատերազմ, կամ բանակցություններ քաղաքականությունը։ Խարազին նշել է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաների, այդ թվում անձամբ նախագահ Թրամփի այս խառը ազդակները Իրանի ներսում շփոթություն, կեղծ լավատեսություն եւ բևեռացում ստեղծելու ռազմավարության մաս են։ Սա նրա խոսքով ստիպել է ոմանց ենթադրել, որ Թրամփն իսկապես ձգտում է բարելավել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև հարաբերությունները, հաշվի առնելով
նաև նրա վերջերս Ալի Խամենեին ուղարկած հայտնի նամակը։ Խարազին կասկածի տակ է դրել Միացյալ Նահանգների ռազմավարության իրական մտադրությունները, որոնք ըստ նրա բանակցությունների հրավեր էին աճող տնտեսական պատժամիջոցների եւ ռազմական սպառնալիքների ստվերում։ Նա զգուշացրել է, որ նման բանակցությունները զուրկ են հստակ սկզբունքներից եւ ելնելով անցյալի փորձից նրանց վստահել չի կարելի։ Թրամփն իր առաջին ժամկետի ընթացքում Միացյալ Նահանգները դուրս է բերել Իրանի միջուկային համաձայնագրից, որը ստորագրել էր Բարակ Օբաման 2015 թվականին եւ առավելագույն ճնշում է գործադրել Իսլամական Հանրապետության նկատմամբ տնտեսական պատժամիջոցների եւ դիվանագիտական մեկուսացման տեսքով։ Թրամփը վերականգնել է իր այս քաղաքականությունը իր երկրորդ ժամկետի մեկնարկից անմիջապես հետո, սակայն ավելի ուշ նոր գործարք կնքելու պատրաստակամություն է հայտնել։ Այս ռազմավարության արդյունքը ոչ այլ ինչ է, քան մի կողմի պահանջների պարտադրումը մյուս կողմին հարկադրանքի եւ ահաբեկման մթնոլորտում։ Եթե պարոն Թրամփը հասկանար Իրանին եւ իրանական ոգին, ապա դասեր կքաղեր անցյալից եւ այլ կերպ կվարվեր Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև պատմական խնդիրները լուծելու համար, ելնելով իր երկրի տնտեսության շահերից։ Խարազին ընդգծել է, որ Թրամփը մինչև այժմ պետք է հասկանար, որ Իրանի ժողովուրդը երբեք չի ենթարկվի ճնշման կամ հարկադրանքի, այլ դրականորեն կարձականքի, խոնարհությանը եւ ազնվությանը։ Իրանի զինված ուժերի դատական դեպարտամենտի ղեկավար Ահմադ Ռեզա Փուրխաղանը ասել է, որ Իրանի ցամաքային բոլոր սահմաններին բետոնե պատնեշներ են կառուցվելու։ Նա ընդգծել է, որ երկրի սահմանների փակումը գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի եւ Իրանի կառավարության ցանկությունն է անվտանգության նկատառումներով։ Փուրխաղանի խոսքով Իրանի արևելյան սահմաններին արդեն կառուցվել է 150 կիլոմետր երկարությամբ պատ, իսկ այլ վայրերում տեղադրման աշխատանքները շարունակվում են։ Նա հույս է հայտնել, որ առաջիկա 2 տարվա ընթացքում արևելյան սահմանները կփակվեն պատով, իսկ այնուհետև հերթը կհասնի նաև արևմտյան սահմաններին։ Միացյալ Թագավորությունը ջերմորեն շնորհավորում է Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։ Այս մասին նշված է ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության փոխդեսպան Դիրդրի Բրաունի հայտարարության մեջ։ Սա պատմական պահ է, եւ մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ ստորագրել համաձայնագիրը։ Այս խաղաղության պայմանագրի վրա աշխատանքի ավարտը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու եւ ընդհանուր առմամբ անվտանգության ու կայունության ապահովման լավագույն ճանապարհն է։ Դա ճանապարհ կբացի առևտրի ընդլայնման եւ բարգավաճման համար ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև նրանց հարևանների համար։ Դիրդրի Բրաունի խոսքով կողմերը պետք է զերծ մնան այնպիսի հռետորաբանությունից, որը խաթարում է խաղաղության հեռանկարները։ Բրաունը նշել է, որ Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել միջազգային գործընկերների բոլոր ջանքերին Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ։ Միացյալ Նահանգների կոնգրեսի 60 ներկայացուցիչ նամակով դիմել է պետքարտուղար Մարկո Ռուբիոին, պահանջելով կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը, որը նախատեսում է դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին։ Նամակում նրանք վկայակոչում են Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումները, քրիստոնյա բնակչության իրավունքների խախտումները եւ հայ գերիների նկատմամբ շարունակվող չարաշահումները եւ կոչ են անում Ռուբիոին Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել կատարած հանցագործությունների համար։ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող բռնությունների, հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման եւ Լեռնային Ղարաբաղի հայերի իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքի ժխտման խորապատկերին Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը ոչ միայն կնորմալացնի նրա գործողությունները, այլև կխրախուսի Միացյալ Նահանգների մրցակիցներին, ովքեր ձգտում են օգտվել Վաշինգտոնի անգործությունից։ Վկայակոչելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 120,000 հայ բնակչության էթնիկ զտումները, օրենսդիրները շեշտել են, որ չկրելով իր գործողությունների նյութական հետևանքները կամ պատասխանատվությունը, Ադրբեջանը շարունակում է խաթարել ջանքերը Հայաստանի դեմ Հարավային Կովկասում արդար, երկարատև եւ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար։ Չնայած վերջին ամիսներին Ադրբեջանում տեղացած զգալի տեղումներին, Կուր գետի ստորին հոսանքների ջրի մակարդակը նվազում է, իսկ գետի աղտոտվածության մակարդակը բարձրանում։ Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում հաղորդագրություններ են տարածվում նաև Մինգեչաուրի ջրամբարում ջրի մակարդակի անկման մասին։ Ափամերձ շրջանների բնակիչները նշում են, որ ջրի նահանջն արդեն տեսանելի է անզեն աչքով, իսկ բուն ջրամբարի վիճակը նկատելիորեն վատացել է։ Արդեն մի քանի տարի է, ինչ կլիմայի գլոբալ փոփոխության պատճառով երկու ամենամեծ գետերում՝ Կուրում եւ Արաքսում ջրային ռեսուրսների նվազում է նկատվում։ Շոկ ամիսներին լեռնային վտակներից շատերն ամբողջությամբ չորանում են։ Ադրբեջանի բնակչության աճի հետ մեկտեղ ավելանում է նաև ջրի պահանջարկը։ Բացի այդ, Կուր գետի հունի նկատմամբ միջամտությունը, այնտեղ ավազի եւ խճաքարային նյութերի արդյունահանումը եւ ագրոարդյունաբերական պարկերի ստեղծումը նպաստում են գետում ջրի մակարդակի նվազմանը, որը ապահովում է 460,000 հեկտար հողատարածքի ոռոգում։ Մարոտ Հարվերդյան, հարևաններ։